that's when you need me there. With you I always share. Because when the sunshine will shine together, told you I'll be here forever. Said I'd always be your friend. Took it up and I'm sticking it out to the end. Now that's raining more than ever, know that we'll still have each other. You can stand under my umbrella. You can stand under my umbrella. Ella, Ella, 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 These fancy things will never come in between. You're part of my entity, here for infinity. When the world has took its part, when the world has killed its cards, leave their hands hard. Together we'll make your heart. Because when the sunshine will shine together, told you I'll be here forever. Said I'd always be your friend. Took it up and I'm sticking it up to the end. Now that's raining more than ever, know that we'll still have each other. You can stand under my umbrella. You can stand under my umbrella. Ella, Ella, 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 you can run into my arms. It's okay, don't be alarmed. Come into me. There's no distance in between our love. So gonna let the rain pour. I'll be the one you need more. Because when the sunshine will shine together, told you I'll be here forever. Said I'd always be your friend. Took it up and I'll stick it up to the end. Now that's raining more than ever, know that we'll still have each other. You can stand under my umbrella. You can stand under my umbrella. It's raining, raining. Oh baby, it's raining, raining. Baby, come into me. Come into me. It's raining, raining. Oh baby, it's raining, raining. Baby, come into me. Come into me. PS Ապրեք աղջիկներ Եվ այսպես PS-ը հենց նոր ելույթ ունեցավ և մենք լսում ենք ժյուրիի կարծիքը Կիսան Էպալյան Երևի թե սկսեմ լավ կողմերից Առաջին հերթին ինձ դուր եկան կերպարները, որոնք ինձ թվում է, այսինքն ես համոզված եմ, որ ստացվել են ձեր կերպարները Ինձ դուր եկավ ձեր տրամադրությունը Իսկ դա շատ կարևոր է Այն, որ դուք զգում եք երգը և ի տարբերություն նախորդ երգի, այս երգը ավելի շատ ձերն էր ու մենք խոսում էինք դրա մասին, որ ձեզ ավելի այսպիսի էմոցիոնալ և կրակոտ երգ է Երկուսի տրամադրությանն էլ համապատասխանում էր այս երգը ավելի շատ Բայց ցավոք պետք է վատ կողմերն էլ նշեմ ինտոնացիոն ֆալշերը մանավանդ դուետներով երգելու ժամանակ Ես գիտեմ, որ շատ քիչ ժամանակ եք ունեցել, ինչպես բոլոր մասնակիցները, բայց ձեր դեպքում պրոբլեմը մաքուր երգելու մեջ չէ միայն մեկ հոգու, այլ ավելանում է ևս մեկ խնդիր ձեր առջև, որպեսզի դուք երկուսով իրար հետ մաքուր երգեք։ Շատ կային այդ ինտոնացիոն ֆալշերը, որի համար ուղղակի ափսոսում եմ։ Այդքան։ Շնորհակալություն։ Գարիկ։
Ձեր ելույթը եթե սենց ընդհանուր նայեք ինքը բաղկացած է 3 ասպեկտից, հա, ասենք ձեր կերպարայինն է, երգն է եւ վոկալը։ Կերպարային հարց չկա, բան չունեմ ասելու, շատ լավ եք ստացել, կարող երկար նույնիսկ խոսամ ու մենակ լավ բաներ ասեմ։ Ու որ կերպարի մեջ էլի շատ ընտիր էր։ Երգի առումով լավ ռիսկ եք արել, որ երգը ճանաչված տարբերակով չեք ներկայացրել, ոնց որ բոլորն են սովորել, այլ ներկայացրել եք էքսպերիմենտալ ձևով։ Էդ էլ է շատ լավ, այլ վոկալայինը իրոք շատ էր խաղում։ Մեկ լավ էր, մեկ վատ էր, իսկ ընդհանուր առմամբ այդ գնահատվում է ուղղակի որպես վատ, որովհետև լավերը այդ ընդհանուրի մեջի չեզոմ առանձնացնես։ Խնդրում եմ վոկալի վրա ձեզ հետ մասնագետներ կան աշխատողներ, հիմա ինձ հետո Նայրա Գյուրջինյանը ավելի երևի sense պրոֆեսիոնալ տերմինոլոգիայով եւ բաներով կասի այդ ինչն է ձեր խնդիրը կոնկրետ վոկալի հետ, բայց ես որպես լսող, ես էլ եմ լսում այդ ֆալշերը, որ անում էիք։ Շնորհակալություն, Նայրա։ Ես էլ սկսեմ, որ իմիջը իսկապես ատպատ էր, Հայկուշը այսօր իսկապես շատ յուրահատուկ էր, որտեվ ինքը ժպտում էր, իսկ Բելան մեկ-մեկ ենենց հայացք էր նետում դաղլիճ, ոնց որ կարծես թե ժենշինը վամպ, մեկ-մեկ սենց իսկապես Պարապել ենք բա։ Պարապել եք, հա, զգացի։ Եվ շատ հետաքրքիր էր մտածված էլի համարը, շատ, չգիտեմ, այսօր շատ բեմական եք, շատ։ Ինչ արդեն խոսվեց ինտոնացիոն ֆալշերի համար, ես ուզում եմ ուղղակի խորհուրդ տամ, այլ ոչ թե հենց այնց ասեմ, որ ինտոնացիոն լավ չէր։ Ուղղակի եթե դուք երկում եք երկձայն, փորձեք ավելի հեշտ ինտերվալներ վերցնել ձեզ համար։ Եվս մի խորհուրդ, երգելուց դուք այդքան եք տարվում կոնկրետ ամեն մեկը ձեզանով, որ մոռանում եք, որ գոյություն ունի էլեմենտար բան, լսել կողքինին։ Այ եթե դուք սկսեք լսել, ամեն ինչ կկանգնի արդեն ճիշտ ուղու վրա։ Շնորհակալություն։ Գոր, ինչ կասես ինտոնացիոն ֆալշերի եւ սեքստաների մասին։ Իսանեն գիտեր խմբերից ինչի հրաժարվեց։ Գարիկը չի լսե աղջիկներին 3 չառաջ օր եւ 3։ Այդ ֆոնի վրա այսօր հոյակապ է։ Չէ, ճիշտ է, ճիշտ է։ Ես համամիտ եմ Գորի հետ, որտեվ իսկապես ես ուզում եմ աղջիկներին ասեմ ապրեն։ Պետքա մենք բոլորս իրար հետ, ամեն մեկս յուրաքանչյուր նայենք միշտ վերև եւ հասկանանք, որ միշտ աճելու տեղ ունենք։ Ֆրեյդ պապիկը ճիշտ բաներ ասե մեկու մեջ, մենք մեր երեխաների վրա փորձում ենք այն բաները անենք, ինչ որ մենք չենք արել կամ երազել ենք։ Ես երբ որ աղջիկների տարիքին էի ավելի փոքր, երազում էի, որ էլեկտրական գիտար լինի ձեռս եւ դուրս գամ բեմ ու սենց կապիկություններ անեմ ու ինձ ծափ տան բոլորը։ Ունեի ավել, շվաբրա, շատ ծանր սովետական բաս գիտար Ուրալ, բայց երբևիցե Իբանեզով դուրս չեմ եկել բեմ այդ տարիքում, դրա համար աղջիկներ իրոք որ ապրեք, անցյալ անգամանից աճել եք, եթե վերևը կան բարի ուժեր, ուրեմն հաջորդ անգամ ավելի շատ կաճեք, իսկ այն մյուս հաջորդ անգամ ավելի շատ։ Գնացեք եւ աշխատեք, ապրեք։ Աղջիկներ, հիմա արտահայտվեք։ Կարամ ասեմ, որ այս անգամ ավելի քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու ու իրոք ավելի դժվար է եղել ու այս երկը ավելի դժվարական թե անցյալ երկը, հա։ Դրա համար ճիշտ ասած իմ ձայնը մի քիչ կտրված է, եթե զգում եք, որովհետև շատ ենք պարապել, 3-12 ժամ ստեղ ենք եղել ու երևի շատ հոգնած ենք, բայց ինձ թվում է արժանի էր։ Մենք կապացուցենք, որ մենք լավ ենք ու մենք ունենք աճելու տեղ ու մենք կգնանք առաջ, վստահ եմ, այո։ Այդ խոսքերն են թե գլումովի։ Իմ։ Շատ լավ։ Սեփական։ Խնդրեմ։ Նախ ուզում եմ ասել, որ ժյուրի նկատողությունները տեղին էին, որովհետև երգը մի 2 օրվա ընթացքում է պատրաստվել ու 2 օրվա ընթացքում 200 անգամ փոփոխություններ են կարել ու արդեն դժվար էր վերջի օրով հիշել, թե որը պետք է կատարենք, որը ոչ, ու հուզմունքն էլ գումարված արդեն մի քիչ շեղում է,
Բայց հուսով ենք մեզ շանս կտրվի ու հետագայում կաշխատենք մեր սխալների վրա։ Մանավանդ որ Եգոր Կումովը մեզ հավատում է մեր ուժերի վրա։ Շնորհակալություն։ Ով է այս ծանր բաները տվել ես երեխեքի ձեռը, հասկանում եք։ Գլուբը ահավոր դժվար է սրանով երգելը։ Չիրիստիեր Միած վերցրու երգի սրանով, դու կհասկանաս ինչի մասին։ Ես երեք երգել եմ։ Լավ, շնորհակալություն ձեզ։ Ես հիշեցնեմ սիրելի հեռուստադիտող, եթե ձեզ դուր եկավ պիեսի կատարումը, ապա ուղարկում եք ձեր հաղորդագրությունը 03 համարի օգտին։ Շնորհակալություն ձեզ աղջիկներ։ Ես ուզում եմ իմանալ ինչպես է տրամադրությունը։ Գոհ եք այսօրվա երեկոյից։ Հիանալի է, ես հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ այսօր կատարվելու են 21-րդ դարի հիթեր։ Հուսով եմ մինչև հիմա ոչ մեկ չի նեղվել, որ իր սիրած երգը չեն կատարել, որովհետև դեռ այնքան երգ կա երգելու։ Եվ այժմ ժամանակն է, որպեսզի ներկայացնի իր հաջորդ մասնակցին Նաիրա Գյուրջինյանը։ Դե ինչ, շատ գեղեցիկ մի երգ վայելեք Կոզբեկյան Արտուր Ալիկի կատարմամբ։ Ընդհանուր համերգի մասին կարող եմ ասել, որ լավ համերգ էր, գրեթե բոլոր համարները ստացված էին, բայց գրեթե պետք է ասեմ։ Երկրորդ գալա համերգին ներկայանալու եմ էլի նրանով, ինչ որ ես շատ եմ սիրում։ Արտուրի երգը մենք փորձեցինք մի փոքր բեմադրել, բայց ոչ ինչ-որ կոնկրետ բեմադրված բառ, ուղղակի մի փոքր շոու ենք ստեղծելու։ Երգը լավ կմատուցեմ, ամեն դեպս կփորձեմ այս իմ խոսքերի համար պատասխան տալ ելույթովս։ Արտուրի Ալեքին օգնել ենք մի քիչ մասսայականության կարգով, որպես ինքը ևս մեկ անգամ փայլի բեմում։ Ես իմ բոլոր ելույթները կապ չունի այս X Factor-ի շրջանակներում, թե ասենք նույնիսկ տունը ինչ-որ բարեկամների համար երգելուց բան, իմ բոլոր ելույթները բարձրանում են դեպի երկինք, համենայն դեպս ես տենց եմ պատկերացնում, որովհետև այնտեղ մի մարդ կա, հաստատ պետք է լսի այդ ելույթները, այդ երգերը։ Արտուր Ալեք Կոզբեկյան Shoes and everybody dances on my feet.